թվականի հոկտեմբերի 3-ին նշանակված դատական նիստը հայտարարվում է բացված Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը հանդիսանալ է տվյալ դեպքում որպես դատարան նախագահությամբ Արթուր Աթաբեկյանի մասնակցությամբ խորհրդի անդամներ Անահիտ Աբրահամյանի, Արմեն Դանիելյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերի Համբարձումյանի, Աշոտ Հայրապետյանի, Էդգար Հովհաննիսյանի և Քրիստինե Մկոյանի տրամված դատական նիստում քննության առնում օրանգամանքի արձակի դատական խորհրդի որոշումը վերանայելուց հետո նախարարի կողմից ներկայացված միջնորդություն։ Միաժամանակ դատարանը պարզաբանում է, որ խորհրդի անդամ Արմենուհի Հարությունյանի ինքնաբացակ խորհրդի կողմից վերանայման բարույթի շրջանակներում բավարարվել է և Արմենուհի Հարությունյանը սույն բարույթին այլևս չի մասնակցում։ Քարտուղար են խնդրում զեկուցել, ովքեր են ներկայացել դատական նիստին։ Դատական նիստին ներկայացել են Արդարության նախարար խորհրդական Ներսես Զեյնալյանը, ինչպես նաև Արթուր Ստեփանյանը և նրա ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Շատ լավ։ Դուք կներկայանաք և նաև նախարարի կամ նախարարի տեղակալի վերաբերյալ եթե տեղեկություններ ունեք, խնդրեմ ներկայացրեք։ Հարգելի խորհուրդ, նախայցում խորհրդի մտությունը արտակարգ չպլանավորված հանգամանքների հետևանքով նախապես պատշաճ ներկայացումը պլանավորվում էր անել, բայց չպլանավորված արտակարգ հանգամանքների հետևանքով չստացվեց ոչ նախարարի, ոչ տեղակալի մասնակցությունը դատական նիստին ապահովել, ուստի քանի որ օրենքի պահանջը խնդրում է միջնորդում հետաձգել նիստը անմիջապես նիստից առաջ է հայտնի դարձել, դրա համար հնարավորություն չենք ունեցել պատշաճ իրազեկել մեր ջանասիրությունը նաև այս ուղղությամբ ցույց տալու համար խորհրդի նկատմամբ հարգալից վերաբերմունքը բնականաբար եւ կողմի արտահայտելու ունեն պատրաստված անգամ նախապես մոտս 2 նախարարի տեղակալների համար հանձնարարություններ, որ հասցնեինք ներկայացնենք, բայց անմիջապես նիստից առաջ հասկացանք, որ չի ստացվում, դրա համար միջնորդում հետաձգել նիստը։ Այսինքն ծառայական պարտականությունների հետ կապված խնդիր է առաջացել, հնարավորություն չեն ունեցել որևէ մեկը ներկայանալ նիստ։ Այո, եթե անհրաժեշտ է անգամ կարամ ասեմ։ Ձեր լիազորագիրը կարող ենք օրենտեսնել։ Այո։ Ներկայացվեց որպես անձաստատող փաստաթուղթ ծառայողական վկայականը, նաև Արդարության նախարարի կողմից տրված լիազորագիր 2025 թվականի հոկտեմբերի 3-ին այն մասին, որ նախարար Սերժ Գրիգորյանը լիազորել է Արդարության նախարարի խորհրդական Ներսես Զեյնալյանին իրանից հանդես գալու։ Լավ, շնորհակալություն, կարող եք նստել, լիազորագիրը գծվում է գործի նյութերին, ձեր անձաստատող փաստաթուղթը ձեզ հետ վերադարձվեց։ Դուք հարգելի Տիկին Սահակյան, հանդիսանում եք Արթուր Ստեփանյանի ներկայացուցիչը, խնդրում ներկայացրեք ձեր համապատասխան լիազորությունները հավաստող փաստաթուղթ։ Ներկայացված արտոնի վկայականը ձեզ հետ է վերադարձվում։ Ներկայացված լիազորագիր 2025 թվականի հուլիսի 16-ին տրված 1 տարի ժամկետով Արթուր Ստեփանյանի կողմից ստորագրված այն մասին, որ Արթուր Ստեփանյանը լիազորում է Սիրանուշ Սահակյանին, արտոնագիր թիվ 860 ներկայացնելու իր անձնական օրինական շահերը բարձրագույն դատական խորհրդում և խորհրդի անունից կատարել համապատասխան գործողություններ, ըստ անհրաժեշտության դրանք կարող են ստուգվել։
Պարոն Ստեփանյան կամ ավելի ներկայացուցիչ, ինչ դիրքորոշում ունեք քննությունը հետաձգելու ամենայն դեպս հայտարարության վերաբերյալ, իհարկե օրենքով սահմանված ընթացակարգերը գիտենք, բայց ամեն դեպքում եթե ինչ-որ բան ունեք ասելու խնդրեմ ասեք։ Որևէ բան չունենք ասում։ Շատ լավ, անդամներ օրենքով ընդամենը այստեղ հարգելի համարելու հարցը մենք ըստ էության քննարկեցին խորհրդի անդամները դեմ չեն հարգելի համարելու այդ իրավիճակը ողջամտորեն ենք մոտենում այդ ամեն ինչին, բայց նաև պահանջ, որպեսզի հաջորդ նիստերում փորձենք ավելի նախապես այդ ամեն ինչը պլանավորած անել, որպեսզի նման խնդիրներ չառաջանան։ Այն պատճառաբանությամբ, որ նախարարը կամ նախարարի տեղակալը ծառայական պարտականությունների կատարման պատճառաբանությամբ հնարավորություն չեն ունեցել այս պահին ծագել այդ խնդիրը, հնարավորություն չեն ունեցել ներկայանալու դատական նիստին, խորհուրդը որոշում է քննությունը հետաձգել հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ժամը 14:00-ին դատանի նույն շենքում, նույն վայրում, հոկտեմբերի 24-ին ժամը 14:00-ին նույն վայրում համարում եք պատշաճ ցանուցված մասնավորապես դուք, պարոն Ստեփանյան, Սահակյան, հաջորդ լիստի ժամանակ եւ վայրի մասին դուք էլ ցանուցված եք եւ ձեզ ցանուցում այլևս չի ուղարկվի։ Նույն վայրում հոկտեմբերի 24-ին ժամը 14:00-ին դատական նիստը հետաձգվի։ This